Նրա ճանապարհը սկսվել է Երևանի բակերից ու հասել եվրոպական ֆուտբոլի ամենամեծ ակումբներ։ Տարիների ընթացքում նա դարձել է աշխատասիրության, համբերության եւ նպատակասլացության օրինակ, իր անունը կապելով հայկական ֆուտբոլի ամենանշանավոր էջերի հետ։ Նյումեկ հրատարակության հետ համագործակցությամբ լույս է տեսել Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը միշտ կենտրոնում» ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանությունը։ Առաջարկում եմ դիտենք տեսանյութ գրքի մասին։ Մինչև գոլը եղել է մի խոստում։ Խոստում հոր հիշատակին։ Խոստում ապրել այնպես, որ հաղթանակը երբեք չլինի մարդ լինելու հաշվին։ Հենրիխ Մխիթարյան, իմ կյանքը միշտ կենտրոնում։ Մխիթարյանը Իտալիայում իր կյանքի պատմության գիրքը Երևանում կրկին համախմբել էին ֆուտբոլի սիրահարներին եւ մարզաշխարհի ներկայացուցիչներին։ Թեպետ ֆուտբոլիստը ներկա չէր միջոցառմանը, տեսաուղերձի միջոցով է հայտնել իր սրտի խոսքը, նշելով, որ շատ ուրախ է տեսնել այսքան մարդկանց, ովքեր սիրում են իրեն, շարունակում երկրպագել եւ որ ամենակարևորն է, սպասում։ Գիրքը բոլոր նրանց մասին է, ովքեր երազում են, ովքեր պայքարում են, ովքեր երբեմն ընկնում են, բայց չեն հանձնվում։ Այն իմ մանկության, ընտանիքի, դժվար որոշումներ, հաղթանակների ու ցավոտ պահերի մասին է։ Իմ կյանքում եղել են պահեր, երբ ամեն ինչ շատ ծանր է թվացել, բայց մի բան երբեք չի փոխվել։ Իմ հավատը աշխատանքի, համառության ու սեր հայրենիքի նկատմամբ։ Գրքում Հենրիխը միավորել է անցած ճանապարհը, հաղթանակներն ու փորձությունները, որոնք ձևավորել են իրեն որպես մարզիկ եւ մարդ։ Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը, ինչպես նաև Հենրիխի մտերիմ ընկեր եւ ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը։ Վարդան Մինասյանը, ով Հենրիխի հետ աշխատել է երկար տարիներ, կիսվել է հիշողություններով ու նշել. Մխիթարյանը միշտ է սիրել ֆուտբոլը եւ իր նվիրվածությունն է իրեն այսօր դարձրել այն, ինչ կա։ Կարևոր որակը, որ ինքը ունի, դա կարգապահությունն է։ Դա երբեք ոչ բանի հետ չես փոխի, որովհետեւ Ունակ շատ են խոսում նաև մոտիվացիայի մասին, կամ մոտիվացիա լինի, բայց երբեմն մարդը ինքնուրույն չէ, մոտիվացիան խոսում է, բայց կոնկրետ Հենրիխի դեպքում բարձրանալ ու մնալ այդ բարձունքի վրա իրեն շատ կարող է հենց կարգապահությունը։ Հարցին, թե արդյոք հայկական ֆուտբոլում կհայտնվի Հենրիխ Մխիթարյանի արժանի փոխարինողը, ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը նշել է. առաջատարներ կարող են լինել, սակայն փոխարինողներ ոչ։ Իհարկե դրա պակասը կզգացվելու է մինչև այն օրը, երբ որ ինքը ավարտի ֆուտբոլիստի կարիերան ու տարիքը իր ընդհանրապես չի ազդում իր խաղամարտակ մակարդակի վրա։ Մինչև հիմա բարձրակարգ ֆուտբոլ է ցույց տալիս։ Վերջին 3 տարում 2 անգամ հայտնվելով Չեմպիոններ լիգայի եզրափակում ոչ բոլոր ֆուտբոլիստներն նմանատիպ հաջողության հասնում ու լինելով մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ Մարդ, որը ապացուցեց, Երևանից կարելի է հասնել աշխարհի տարբեր մարզադաշտեր։ Մարդու, ով ապացուցեց, որ տաղանդը բավական չէ, եթե դրան չավելացնես աշխատասիրություն, կարգապահություն ու համբերություն։ Հենրիխ Մխիթարյանի գիրքը կյանքի մասին է, ֆուտբոլի մասին, սխալվելու ու ընկնելու, բարձրանալու եւ սխալները ընդունելու մասին։ Եթե դուք կարդաք Մխիթարյանի գիրքը եւ մտածեք, ես էլ կարող եմ, ապա այս երեկոն իր առաքելությունն ավարտել է Մխիթարյանը խոսքը տեղ հասցրել։